Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզում ավարտվել են արևի ուժը ծրագրով նախատեսված աշխատանքները։ Հաստատության տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, որոնք արդեն առաջիկայում կապահովեն կայուն ու էներգախնայող էլեկտրամատակարարում։ Նախագիծը միտված է նվազեցնել մանկապարտեզի կոմունալ ծախսերն ու խթանել շրջակա միջավայրին բարեկամ տեխնոլոգիաների ներդրումը Տավուշի մարզում։ Դու կարող ես կազմակերպությունը իր հիմնական ուղղվածությունը Հայաստանի բոլոր մարզերն են եւ Երևան քաղաքը, բայց ելնելով նրանից, որ Տավուշը գտնվում է Տավուշի մարզը ավելի սահմանամերձ է, իրենց համայնքները ու ավելի գնահատելով կարիքները հասկացել ենք, որ խոցելիության տեսանկյունից նաեւ մարզը իր համայնքներով խոցելի է։ Հիմնականում փորձում ենք դրամաշնորհային ծրագրեր իրականացնել տվյալ տարածաշրջանում։ Ինչ ենք ուզում սրանով հասկանալ, ինչ աջակցություն ենք ուզում տրամադրել, այսինքն փորձում ենք տեխնիկան, կրթությունը, տեխնոլոգիաները եւ երեխաների ու համայնքի ընդհանրապես զարգացումը մեկտեղել մի մարզում, մի գյուղում այս պահին, որը որ կդառնա օրինակ նաեւ մյուս մարզերի համար։ Այսինքն մենք երեխաներին, ծնողներին, սաներին եւ ընդհանուր առմամբ համայնքի բնակիչներին նաեւ ուսուցանում ենք, թե ինչպես էկո համակարգեր ստեղծել, ինչպես էներգիան խնայել եւ այդ խնայողությունները ուղղել այլ կարիքների լուծմանը։ Արևային համակարգերի տեղադրումն իրականացրել է Արփի Սոլար ընկերությունը։ Ընկերության մասնագետների խոսքով նոր կայանի արդյունավետությունը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի ամսական վարձավճարները, իսկ տնտեսված միջոցները կուղղվեն հաստատության այլ կարիքներին։ Բացի այն, որ ընկերությունը արևային է ու այդ ուղղվածությամբ աշխատանքներ տանում, նաև ունի սոցիալական բարձր պատասխանատվություն ու որպեսզի թիրախային լինի աշխատանքները, մշտապես համագործակցությունը մեծ է ՀԿ ոլորտի եւ հիմնադրամների հետ։ Մանկապարտեզի կայանը, որը մենք արդեն տեղադրել ենք արևային համակարգը, այդ օրինակներից մեկն է։ Մանկապարտեզի համար նախատեսված է 20 կՎտ զորությամբ արևային համակարգ, որը ամբողջությամբ պետք է զրոյացնի պարտեզի հոսանքի ծախսը, ինչը իհարկե շատ լավ է, որովհետև այն ինչ տարեկան ծախս ունենալու են պարտեզում, դա արդեն ներդրվելու է այլ հոգսեր, կարիքները հոգալու համար։ Ծրագրի նախաձեռնող Դու կարող ես հասարակական կազմակերպությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ մանկապարտեզում իրականացրել է նաև կրթական բաղադրիչ։ Դասընթացների ընթացքում երեխաները, ծնողներն ու մանկապարտեզի աշխատակիցները ծանոթացել են էներգախնայող վարքագծի ձևավորման հիմունքներին, արևային էներգիայի կիրառության առավելություններին ու շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը։ Համայնքի համար այս օրինակ նախաձեռնությունները առաջնային են։ Իջևան համայնքը վաղուց է սկսել աշխատել էներգախնայողության ուղղությամբ, այդ են վկայում մեր փողոցային լուսավորության ցանցը, որ այդ սկզբունքով է ստեղծվել, եւ էներգախնայողությունը իրոք մենք տեսել ենք ու կարողացել ենք այդ գումարը ուղղորդել ցանցը ընդլայնելուն, եւ այսօր մենք աշխատում ենք, սերտ համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի նման կայաններ տեղադրվեն նաեւ համայնքապետարանի ենթակա կազմակերպություններում, հենց այդ նույն տրամաբանությամբ։ Բնապահպանական խնդիրը լուծելուն մի փոքր աջակցել, իհարկե խնդիրը այնքան գլոբալ է, այսօր բոլորը զգում են գլոբալ տաքացման հետևանքները, աջակցել այդ խնդրի քիչ թե շատ լուծմանը եւ իհարկե էներգախնայողություն իրականացնել մեր համայնքի ենթակա կազմակերպություններում։ Տավուշի մարզում էներգախնայող ծրագրերի զարգացման հերթական քայլն արվեց։ Առաջիկայում Իջևանի թիվ 1 մանկապարտեզում կզգան ու կտեսնեն արևի ուժը։